Շենքը տարբեր աղբյուրներից մեր իմանալով կառուցվել է 1896 թվականին։ Դրանից հետո արվել է ռեկոնստրուկցիա, այսինքն առաջի մասից ավելացվել է մոտավորապես մի 30 մետր, դա եղել է 60-ական թվերին։ Դրանից հետո ոչ մի շինարարական գործ այդտեղ չի անցկացվել։ Այս մասը, որը կառուցվել է 1896 թվին, նա նույնպես մնացել է, պահպանվել էր, մինչև այս վերակառուցման աշխատանքները սկսվել է։ 2011 թվականից արդեն սկսվել է շենքի վերակառուցումը։ Սանահինի դեպոյի բազայի վրա կառուցվում է ձեռնարկություն, որտեղ նորոգվելու են հատուկ գծային մեքենաներ։ Տարեկան նախատեսում ենք այստեղ նորոգել առաջի փուլում 12 միավոր, հետո ըստ զարգացման կտեսնենք միգուցե կավելանան այդ մեքենաները, բացի դա նախատեսում ենք նորոգել փոքր էլեկտրական մեքենաներ, ձեռքի մեքենաներ աշխատանքին, որը օգտագործվում են գծային գիծ սպասարկող աշխատակիցների կողմից։ Վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության ինվեստիցիոն ծրագրով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 360 միլիոն դրամ է, որից 140 միլիոն դրամը Սանահինի դեպոյում ներդրվել է 2011 թվականին։ Մնացած գումարով էլ աշխատանքներ են կատարվելու այս տարի։ Ձեռնարկությունում ընդհանուր աշխատակիցների քանակը մոտ 90 է, որոնք բաժանված են 3 ոլորտների։ Մի մասը զբաղվում է ռեմոնտով, մյուս մասը օժանդակ աշխատանքներով, երրորդ խումբը այդ մարդկանց է, որը որ գծերում գիծն է նորոգում։ Գլխավոր ինժեների խոսքով շենքի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասնել սեպտեմբերի սկզբին։ Ավարտին կհասվեն նաև տեխնոլոգիական մասի հաստոցների ստենդների նորոգումները։ Ինքը շենքը էսթետիկական տեսքը իր այդ հին ոճը պահվել է, աշխատում են այնց անեն, որ այդ իր տեսքը չկորչի։ Չկորցնենք մենք իր տեսքը, այսինքն համահունչ նույն շինարարությունը մտնի այդ շենքի մեջ, որ այսօրվա տեխնոլոգիական չափանիշներին համապատասխանի, իր հին տեսքը չկորցնի։ Ու դա ոնց որ թե մեր մոտ ստացվում է։ Էմա Պետրոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։